Գլխավոր դատախազությունում շարունակվում է Չորչանայի անցակետի բացման հետաքննությունը, հարցաքննվել է տեղի բնակիչ Մալխազ Լոմիձեն և Ծաղվերիի բնակիչ Թամազ Լոմիձեն։ Հիշեցնենք, նույն գործով խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի նիստ է հրավիրվել նաև Գյորգի Գախարյան, սակայն նա կներկայանա թե ոչ դեռևս անհայտ է։ Կուսակցության ներկայացուցիչները այս գործընթացը անվանում են անձնական հաշվեհարդարի հերթական փորձ։ Իշխող թիմը ասում է, որ նախկին ներքին գործերի նախարարը պետք է պատասխանատվության ենթարկվի անցակետի տեղադրմամբ երկրի համար հնարավոր վտանգ ստեղծելու համար։ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը քաղաքական գնահատականների առանցքայնում է։ Լրատվամիջոցների ազատությունը Վրաստանում, մասնավորապես Մզիա Ամաղլոբելիի գործը վերնագրով փաստաթուղթը ողջունում է ազգային շարժումը։ Մինչդեռ իշխող կուսակցությունը պնդում է, որ սրանով Եվրախորհրդարանը միջամտում է պետության ներքին գործերին։ Հիշեցնենք, բանաձևը ընդունվել է 3 Եվրախորհրդարանի կողմից, 324 կողմ և 25 դեմ ձայնով։ Արդարադատության նախարարն արձագանքել է նաև Սաֆարի ՀԿ-ի ղեկավարի այսօրվա հայտարարությանը, որտեղ նա ասում է, որ կազմակերպության արխիվի ամենամեծ մասը ոչնչացվել է, որպեսզի ոչ մի զգայուն նյութ չընկնի ժողովրդի ձեռքը։ Ազգային շարժումը և հանուն փոփոխությունների կոալիցիան դեռ կտրականապես բացառում են իրենց մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության գործընթացին։ Ի հակադրություն, Գիրչին և Գախարյան պատրաստվում են մասնակցել Վրաստանի ընտրություններին։ Լելոյի ղեկավարը պատրաստակամություն է հայտնում ստեղծել միասնական հարթակ, միասնական ցուցակով, ուժեղ թեկնածուով։ Իշխող թիմի համար ընդդիմության ներկայիս դիմակայությունը ոչինչ չի փոխում և վստահ է իր հաղթանակի մեջ։ Այսօր կհրապարակվի Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի գործերով որոշումը։ Գործը վերաբերում է նրանց խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողով չներկայանալուն։ Նրանք վճարել են դատավորի սահմանած 50,000 լարիական գրավը։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները գործը համարում են քաղաքական հետապնդում։ Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովը իր առաջին նիստում կքննարկի գույքային վնասի փոխհատուցման վերաբերյալ օրենսդրական նոր փոփոխությունը։ Նախաձեռնությունը սահմանում է, որ քրեական օրենսդրությամբ նախատեսված մի շարք հանցագործությունների հետևանքով գույքային վնաս կրած տուժողը հնարավորություն կունենա դատապարտյալից պարզեցված կարգով ստանալ վնասի փոխհատուցումը։ Օրենքի նախագծով ներդրվում է մեխանիզմ, որը թույլ է տալիս տուժողին հատուցել վնասը և հանցագործության առարկան հանցագործից վերցնելով և տվյալ անձի մերձավոր ազգականից ու հարակից անձից վերականգնված գույքի սահմաններում։ Իսրայելի և Իրանի միջև իրավիճակը լարված է։ Իրանում 7 մարդ է զոհվել, երբ Իսրայելը բալիստիկ հրթիռ է արձակել։ Հրթիռը ընկել է բնակելի շենքի մոտ, ինչի հետևանքով մի քանի ավտոմեքենա այրվել է։ Վնասվել են նաև հարակից տներ։ Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը ավիահարվածներ են հասցրել Թեհրանում։ Թիրախները եղել են տասնյակ իրանական ռազմական օբյեկտներ և միջուկային հետազոտությունների օբյեկտ, ինչպես նաև ռազմաարդյունաբերական օբյեկտներ, որոնք արտադրում էին հրթիռային բաղադրիչներ։ Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։ Իրանը հանդես է գալիս նոր նախազգուշացումով և նշում, որ երրորդ կողմի միջամտությունը կհանգեցնի անհապաղ արձագանքի։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ հակառակորդության հետ դիմակայությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ փոխհատուցում չի տրվել։ Նրանց խոսքով Իրանը տարբեր սցենարների ծրագիր ունի։ Իրան-Իսրայել հակամարտությունում ներգրավվելու մասին որոշում ԱՄՆ-ի նախագահը կընդունի 2 շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը։ Մամուլի քարտուղարը ասում է, որ հաշվի առնելով մոտ ապագայում Իրանի հետ բանակցությունների մեծ հավանականությունը, նախագահը համապատասխան որոշում կկայացնի։ Հունիսի 19-ին Թբիլիսի Պետրոս Ադամյանի անվան հայկական պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնը Գրիբոյետովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի մեծ դահլիճում հանդիսատեսի դատին հանձնեց հայ-հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Աղասի Այվազյանի պիեսը «Սիրել չեք կարող» բեմադրված
Գագիկ Մելքումյանի կողմից։ Ներկայացումն ընդգրկված էր համատեղ մշակութային նախաձեռնությունների շարքում եւ իրականացվեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ու Վրաստանի մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Երեկոն շարունակվեց դրամատուրգ Աղասի Այվազյանի մեկ գործողության պիեսով, որտեղ հույզերն ու ներաշխարհի պայքարը բախվում էին իրականության խիստ պատկերներին։ Դերասանների անկեղծ եւ հուզիչ խաղը, Գագիկ Մելքումյանի զգայուն բեմադրությունը եւ Նարեկ Բոյանդուրյանի երաժշտական ձևավորումը համադրվեցին մեկ ամբողջական թատերական խոսքի մեջ, որը հուզեց եւ երկար տպավորություն թողեց հանդիսատեսի վրա։ Տեղի հայ համայնքի արվեստասեր հանրության եւ երիտասարդների ներկայությունը եւս մեկ անգամ ընդգծեց նման մշակութային նախաձեռնությունների կարեւորությունը, ամրապնդելով կապը ժամանակակից թատրոնի եւ հանդիսատեսի միջեւ։ Ինչ վերաբերում է այս ներկայացումը բեմադրվել է ընդամենը մի 25 օրվա ընթացքում, այս պիեսի մասին մենք մտածել ենք վաղուց, որոշել ենք վաղուց եւ հնարավորություն ստեղծվեց, որ մենք բեմադրեցինք եւ ահա այսօր առաջախաղն է, այսօր պրեմիերան է։ Ինչ վերաբերում է այս պիեսին, այս պիեսը Աղասի Այվազյանի պիեսն է, որը կոչվում է Արլես։ Իհարկե մենք վերագիրը փոխել ենք, դարձրել ենք դուք սիրել չեք կարող ավելի շուտ եւ մի բան եմ ուզում ասեմ, սա այն պիեսն է, որը պիտի բոլորս հասկանանք, որ կյանքում երբ որ կդիտեք, կհասկանաք, որ պիտի սիրենք շներին, մարդիկ պարտավոր են սիրեն շներին, չեմ ուզում ասել անասուններին, որտեղ շունը իմ համար երբեք անասուն չի եղել ու երբեք չի լինի, դա այն անձնավորությունն է, որը մենք պարտավոր ենք սիրել, հարգենք, ոչ թե վիրավորենք, ոչ թե ծեծենք, ոչ թե ջարդենք, ոչ թե սպանենք, այլ հակառակը դարձնենք յուրաքանչյուր շանասրբություն։